Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է եւ այսօր խոսելու ենք սպորտային պարերի մասին։ Հյուրս սպորտային պարերի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Գյորգի Բաբայանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ընդհանրապես գեղեցիկ մարզաձև, շատ էսթետիկական հաճույք, բայց բավական դժվար ու ծանր մարզվողների համար։ Վերջին տարիներին էլ կարծես թե լավ է ստացվում եւ մեր եւ Հայաստանի քաղաքացիություն ստացած ու մեր հավաքականը համալրած մարզիկները պատվով են հանդես գալիս շատ բարձր կարգի մրցումներում։ 2024-ը ամենահաջողվածներից մեկն էր, կարծում եմ։ Այո։ Գործընկերներս տեսանյութ են պատրաստել ձեր նախորդ տարվա ելույթների, հաջողությունների մասին։ Դիտենք, հետո վերադառնանք զրուցենք։ Խնդրեմ։ 2024 թվականը դարձավ այն կետը, երբ հայկական պարարվեստն անցավ մի նոր փուլ, բարձրանալով աշխարհի հարթակ։ Սպորտային պարերի Հայաստանի հավաքականի փայլուն ելույթները երիտասարդական առաջնություններում չուշացան պսակվել մեդալներով, իսկ տարվա գագաթնակետը դարձավ այն, որ Երևանը հյուրընկալեց սպորտային պարերի մեծահասակների աշխարհի առաջնությունը։ Առաջին անգամ Հայաստանը կանգնեց այս գլոբալ իրադարձության կենտրոնում։ Մայրաքաղաքը վերածվեց սպորտային պարերի, արվեստի եւ միջազգային ընկերակցության տոնախմբության կենտրոնի։ 31 երկրի չեմպիոն զույգեր իրենց կատարումներով հիշեցրին, որ սպորտը միայն ֆիզիկական ուժ չէ, այլ նաև նրբություն, երաժշտություն եւ սրտի ռիթմ։ Հայաստանը մինչև այդ միայն երիտասարդների մրցաշարեր էր հյուրընկալել, սակայն նախորդ տարի միջազգային փակ քվեարկության արդյունքում առաջին անգամ մեզ վստահվեց նաև մեծահասակների առաջնության անցկացումը։ Մեր երկիրը ներկայացնում էր Յարոսլավ Կիսիլով եւ Սոֆիա Ֆիլիպչուկ զույգը։ Երիտասարդների պայքարում գրանցած հաջողություններից հետո նրանք մեր երկրին բերեցին նաև առաջին մեդալը մեծահասակների մանրահատակին։ Կիսիլովն ու Ֆիլիպչուկը վայելեցին հանդիսատեսի բացարձակ համակրանքն ու զբաղեցրին երրորդ հորիզոնականը։ Առաջին տեղը զբաղեցրին Սլովենիան ներկայացնող Ակիմ Պեկունովն ու Մասա Կաստելիչը։ Զուգահեռաբար իրենց պայքարը ծավալել էին ավելի փոքր տարիքային խմբերի ներկայացուցիչները, պարգևելով նոր հույսեր եւ խոստումնալի ծանուններ այս գեղեցիկ մարզաձևի ապագայի համար։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մարզիկները բեմ բերեցին ռիթմ եւ անզուգական էներգիա, իսկ Հայաստանն ապացուցեց, որ պատրաստ է նոր առաջնությունների եւ հաղթանակների։ Առջևում մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունն է եւ մեր պատվիրակությունը մասնակցելու է մեդալների ակնկալիքով եւ նոր հաղթանակների հաստատակամությամբ։ Մենք վերադառնում ենք տաղավար եւ շարունակում ենք զրուցել Գյորգի Բաբայանի հետ։ Ինչով են պայմանավորված այն հաջողությունները, որ մենք այսօր ունենք։ Ես ի նկատի ունեմ ոչ միայն մեր մարզիկների ելույթները, այլ նաև այն, որ մեզ վստահում են անցկացնել շատ բարձր կարգի մրցումներ։ Դրանցից մեկը կայանալու է այս տարի, դրա մասին դեռ կխոսենք։ Հիմա ընդհանուր պատկերացում կազմենք, թե հատկապես ինչի շնորհիվ ենք հասել այս ամենին։ Ունենք լավ թիմ, որոնք աշխատում են բավականին բարձր մակարդակի վրա։ Հաճախակի մեկնում ենք վերջերս արդեն ավանդույթ դարձած ուսումնամարզական հավաքների տարբեր երկրների մասնագետների հետ ենք աշխատում։ Մարզիկները հաճախ են սկսում դուրս գալ, տեսնել, մասնակցել, մրցակցել, այդ իսկ պատճառով մեր մոտ գնալով աճ է գրանցվում, զարգանում է սպորտաձևը, որը նորից շեշտում եմ, ունենք շատ լավ թիմ, որը աշխատում է շատ լավ։ Բացի մարզիկներից, սա յուրովի ու հետաքրքիր սուբյեկտիվ մարզաձև է եւ մրցավարությունը շատ սուբյեկտիվ է, որովհետեւ այստեղ հենց այդ գեղեցկությունը, այդ էսթետիկան, այդ պլաստիկան մեկի կողմից ընկալվում է, մյուսի կողմից ոչ, եւ եթե դա ուղղակի ներքուստ է, դա դեռ ոչինչ, հաճախ գնահատականը բխում է որոշակի շահերից։ Եվ կարծես թե մրցավարական ասպարեզում էլ բավական լավ ձեռքբերումներ ունենք։ Ինչպես եք հասել նրան, որ ընդգրկվեք մրցավարական հանձնաժողովներում։ Մրցավարության հետ կապված, այո, ունենք եւս բազմաթիվ լավ նորություններ են առումով, որ գնալով մեր մրցավարական վարկանիշը բարձրանում է։ Մենք հանձնում ենք համապատասխան քննություն
որը շատ բարդ է իհարկե, եւ անցնում ենք, այսպես ասած, կարգային ինչ-որ բաներ, B կարգ, հետո A կարգ, սանդղակներով բարձրանում ես կամաց-կամաց, եւ վերջերս հաճախակի արդեն մեր մրցավարներին հաճախ վստահում են ընդհանուր աշխարհի առաջնություն, ուսումնամարզական հավաքներ կան մրցավարների համար, սեմինարների մասնակցություն։ Այո, պարտադիր կանոն կա, որ դու պետքա 2 տարին առնվազն գոնե մեկ անգամ անցնես համապատասխան, այսպես ասած, ոչ թե քննություն, այլ սեմինար պետք է անցնես համապատասխան, որտեղ լեկցիաներ են կարդում տարբեր բարձրաստիճան մասնագետներ, ու դու պարտավոր ես այդ լեկցիաներին ներկա լինես։ Իհարկե տարվա ընթացքում շատ հաճախ է լինում, ոչ մեկ չի երգում, որ դու կարող ես բոլորին մասնակցել, իրավունք ունես, բայց առնվազն դու 2 տարին մեկ անպայման պարտավոր ես այդ սեմինարին մասնակցես։ Շատ լավ, իսկ ինչն է ընկած այն բանի հիմքում, որ մեզ այդքան հաճախ մրցումներ են վստահում։ Այս տարի էլ հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, նոյեմբերին կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը։ Շատ բարձր կարգի մրցում, անցած տարի աշխարհի առաջնություն էր, դրանից առաջ աշխարհի գավաթի երիտասարդական խաղարկություն, հիմա աշխարհի գավաթի խաղարկություն։ Հիմքում ինչն է ընկած։ Ամեն ինչ սկսվեց 2019 թվականին, երբ որ միջազգային ֆեդերացիային մենք համոզեցինք, այսպես ասած, որպեսզի մեզ մոտ անցկացվի աշխարհի առաջնություն, որի մեջ պայքարում են նաև Թուրքիայի Հանրապետությունը։ Այնպես ստացվեց, որ մենք կարողացանք ինչ-ինչ ձևերով ապացուցել, համոզել, որպեսզի անցնի մեր երկրում։ Եվ մեր հայերին բնորոշ, ինչպես ենք մենք սիրում մարդկանց ընդունել, պատվով եւ ճանապարհել, այդ մրցումից հետո իրանք հասկացան, թե ինչ աստիճանի կարելի է մեզ վստահել։ Ու այդ տարից սկսած արդեն ամեն տարի մեզ վստահում են ինչ որ բարձր տիտուլով առաջնություն։ Հիմա գավաթի խաղարկությունն է աշխարհի։ Ինչքան մասնակից է, քանի երկրից սպասվում։ Սպասում ենք մոտավոր 30-ից 35 երկիր եւ առնվազն 300-ից 500 մասնակից։ Դա աշխարհի գավաթի խաղարկություն։ Աշխարհի գավաթի խաղարկություն մեծահասակ կարգում լատինոամերիկյան բառաձևով։ Ինչ ակնկալիքներ ունենք մեր մարզիկներից, այն պահից սկսած, երբ մենք 2 զույգի քաղաքացիություն շնորհեցինք եւ նրանք իրավունք ստացան հանդես գալ Հայաստանի դրոշի տակ, իմիջիայլոց արդարացված էր, որովհետեւ այո մեդալներ եղան ու բավական լուրջ մեդալներ։ Հիմա մենք բավական բարձր ակնկալիքներ ենք ունենում ցանկացած մրցումից։ Այս անգամ ինչ ենք սպասելու։ Բնականաբար սպասելու ենք ամենաբարձր տիտղոսին, հիշեցնեմ անցած տարի մեր զույգը բրոնզե մեդալ նվաճեց մեծահասակների աշխարհի առաջնությունում, հուսանք գավաթային առաջնությունում էլի բարձր խաղարկությունում էլի բարձր տիտղոս կնվաճի մեր զույգը, դա մեծահասակ կարգի զույգի մասին է խոսքը եւ մինչեւ 21 տարեկանների զույգի մասին եմ ուզում խոսել, որը մեկ շաբաթ անց պայքարելու է ամենաբարձր հորիզոնականը գրավելու համար։ Մեկ շաբաթ գավաթի խաղարկությունից ոչ, աշխարհի առաջնությունից հետո։ Չէ, հենց աշխարհի առաջնությունն է տեղի ունենալու Բրեմեն քաղաքում, Գերմանիայում, հուսանք պետքա որ հաղթենք։ Շատ լավ է, որ քաղաքացիության ստացածները բարձր են պահում Հայաստանի պատիվը, դա ամբողջ աշխարհում ընդունված է, մենակ մենք չենք, մենք ամենակիչն ենք այդպիսի բան անում, բայց նաև նման քայլի գնալիս պիտի մտածել, թե ինչ ենք հետո ունենալու։ Պիտի մտածել պատանիների մասին, որպեսզի աճ ապահովել։ Երբեմն ասում են, որ նման կերպ դու արգելակում ես զարգացումը երկրում, որտեվ մարդիկ սկսում են այսպես կասկածել, թե իրենք արդյոք հետագայում տեղ կգրավեն հավաքականում, թե ոչ, կունենան արդյունք, թե ոչ։ Բայց կարծում եմ մենք այն մասշտաբի չենք անում, որպեսզի խանգարենք մեր պատանիներին ու աղջիկներին աճել։ Հիմա ինչ զարգացում կա, արդյոք անդրադարձը ունեցել է մեր սպորտի վրա, այն որ մենք այսպիսի 2 շատ ուժեղ զույգ ենք բերել Հայաստան։ Այո, միանշանակ ունենք լավ անդրադարձ, այն առումով շատ ճիշտ նշեցիք, մենք չենք բերում բազմաթիվ զույգերի, մենք բերում ենք որոշակի զույգերի, ովքեր
իրենց մոտիվացիան, այսպես ասած, փոխանցում են մեր ջահել սերունդին, ովքեր տեսնում են, թե ինչ տիտղոսների են նվաճում նրանք եւ մոտիվացվում են եւ պայքարում են, փորձում են նույն բաներին իրենք արժանանան։ Այսինքն աճ մենք sense tendency գրանցում ենք։ Եվ հիմա թվերի լեզվով կարող եք ասել, որ այսքան օրինակ մարզվողների քանակ է ավելացել, այսքան աշխարհագրություն է ավելացել։ Կա այսպիսի թիվ։ Այո, կա, ինչի, որովհետև առաջ, եթե հետ գնանք, ոչ հաճախ էին մեր տեղացի մարզիկները գնում դուրս մրցակցելու։ Այսօր դա դարձել է ավանդույթ։ Այսինքն այսօր բոլորը բացի Հայաստանի առաջնություններից եւ բացի Հայաստանում ակումբային առաջնություններից ձգտում են գնան միջազգային արենա։ Ձգտում են, որպեսզի այդ միջազգային մրցաշարերում բարձր տեղեր գրավեն ու կամաց մեր մարզիկների մոտ բնականաբար ստացվում է, այո։ Շատ լավ։ Հիմա մարզաձևին ընդհանրապես անդրադառնանք։ Արդյոք այն այսպես հարմարեցված է մեր մենտալիտետին։ Արդյոք մենք ունենք համապատասխան քանակի մարզվողներ եւ սահմանափակվում է դա միայն խոշոր քաղաքներով, թե նաեւ երկրի ծայրամասերում նույնպես սպորտային պարերով զբաղվում են։ Բնականաբար մեր մենտալիտետը առայժմ թույլ չի տալիս, որպեսզի մասնավորապես տղաները հաճախեն սպորտային պարերի, ճիշտ է, ունենք տղաներ, այնպես չի որ չունենք, բայց ունենք բազմաթիվ աղջիկներ, որոնք իհարկե չեն տուժվում, որովհետև գոյություն ունի համաշխարհային անհատների նաև մրցաշարեր շատ, բայց ինչպես կանոն գիտենք բոլորս, որ սա զուգապար է, գեղեցիկ է զուգապարով որպես։ Մարզերի հետ կապված ունենք մարզերում ակումբներ, բնականաբար ոչ այնպես զարգացած, ինչպես որ Երևանում, բայց կամաց փորձում ենք զարգացնել այդ ամեն ինչը նաև մեր մարզերում։ Ինքը բավական թանկ մարզաձև է նաև, հագուստը թանկ արժե։ Այո։ Կարողանում են արդյոք գեղեցիկ հագնել, որովհետև ի վերջո սպորտային պարերի գնահատման մեջ գնահատականի գոնե կեսը երևի հագուստն է, որը պիտի այսպես սազի, սիրուն լինի, արտահայտված լինի եւ դա գումար արժե։ Կարողանում են այդ ծախսերը հոգալ։ Կեսը մի քիչ չափազանց ասված, որովհետեւ կստացվի մարդիկ կձգտեն լավ հագնվել, բայց շատ ուշադրություն չդարձնել մակարդակի վրա, որակի վրա, բայց այո, շատ մեծ տեղ զբաղեցնում է հագուստը ու կան մարդիկ, ովքեր բնականաբար ունեն հնարավորություն եւ փորձում են լավ հագնվել եւ կան մարդիկ, ովքեր գոնե փորձում են այն մինիմալ ինչ որ էսթետիկական գեղեցիկ պայերը ունենան իրենց շոյերի վրա։ Լավ, սպորտային պարերը միշտ էլ այսպես գեղեցիկ են եղել եւ ընդունված, տարածված, բայց Օլիմպիական խաղերի ծրագիր այդպես էլ չմտան, մտավ միայն բրեյք-դանսը, շատ կարճ, ընդամենը 1 օլիմպիական խաղեր, թվում էր, թե այն, թեպետ ֆրանկոֆոնյան խաղերի ծրագրում էլ բրեյք-դանս կա եւ Երևանում կայանալիք 2027 թվականին կայանալիք ֆրանկոֆոն խաղերի ծրագրում նույնպես բրեյք-դանս կա, բայց օլիմպիական խաղերի ծրագրից հանեցին։ Ինչու հանեցին, որովհետեւ գնահատման համակարգը կատարյալ չէր։ Թե որովհետև հասկացան, որ այնուամենայնիվ սպորտի տարը ավելի քիչ է այստեղ։ Տեսեք, գնահատման կարգի հետ կապված ամբողջ համակարգը փոխեցին, ամբողջովին։ Այսինքն բերեցին գնահատման համակարգը դարձրեցին այնպես, ինչպես որ օլիմպիական ամբողջովին սպորտ փորձեցին դարձնել։ Փորձեցին ամբողջովին սպորտ։ Առաջ մեր մոտ գնահատման կարգը հետևյալն էր, հա։ Թվերով էին գնահատում 1, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ տեղեր, այժմ սարքել են բալային համակարգով, այսինքն 7.25 կամ 7, այսինքն բերել են հասցրել են այն վիճակին, որը որ պահանջում է օլիմպիական կոմիտեն։ Ասենք օրինակ գեղասահքի պես։ Այո, ջրացհատկի պես։ Այո։ Ու այդպես անցկացվեց այս վերջին օլիմպիական խաղերը բրեյք-դանս պարաձևով բնականաբար, իսկ թե ինչու հանեցին, թեպետ սենց կլինի ավելի ճիշտ 100% անոց չի որ հանվել են, որովհետև դեռ ինչ որ խոսակցություններ գնում են, որ 28-ի Լոս Անջելեսի խաղերում միգուցե եւ նորից չի կարող լինել։ Դա բացառված է, կարող է լինել որպես ցուցադրական ինչ-որ ձև։ Խաղերի ծրագիրը վաղուց հաստատված է, բրեյք-դանս չկա, դրա լինելը հաստատ չի կարող։ Գուցե հետագայում, ես չգիտեմ, բայց գիտեք, այսպես
երբ բրեյք-դանսը հանեցին, սկսեցին խոսել, որ գուցե արդեն լատինոն մտցնեն, որովհետև այստեղ գուցե ավելի շատ է սպորտի տարրը, ավելի կատարելացված է բալային համակարգը, բայց դա էլ չեղավ։ Դա էլ չեղավ, այո։ Ճիշտ ասած, չգիտեմ, չեմ կարող մեկնաբանել, որովհետև չեմ ուզում մեկնաբանել, միգուցե ես սխալ մեկնաբանեմ։ Երևի հետագան ցույց կտա, չգիտեմ, ինչի տենց եղավ եւ ոնց պետքա լինի հետագայում։ Ուղղակի, այսպես երբ որ փորձում ենք դատել, փորձում ենք խորել, եթե պարահանդեսային պարերի դեպքում ինչ որտեղ սպորտի տարը քիչ է եւ շատ ավելի դիտարժանության, պլաստիկայի վրա են խաղում, ապա լատինոյի մեջ ամբողջովին սպորտ է, ռումբան, չաչաչան, սամբան եւ էլի շատ պարեր, ամբողջովին ստեպը, ամբողջովին սպորտ է, որովհետեւ եւ շարժումը կա եւ պայքարը կա, չգիտեմ, այստեղ գուցե միջազգային ֆեդերացիան ճիշտ չի աշխատում միջազգային օլիմպիական կոմիտեի հետ։ Չէ, այդ կարծիքին չեմ, որովհետև բավականին լուրջ աշխատանք է տանում։ Ես ավելի շատ կարծում եմ, որ մի քիչ մեր սպորտադևը դեր տենց մեծ անուն չունի ձեռք բերած, համարվում է ինքը ավելի երևի ցածր, չգիտեմ, սպորտաձև, այդ իսկ պատճառով ինքը դեռ չի կարողանում իր տեղը գտնել օլիմպիական խաղերում։ Կարծում եմ այդպես։ Դուք քանի տարեկանից եք խորհուրդ տալիս զբաղվել սպորտային պարերով։ 4 տարեկանից սկսած։ 4 տարեկան, եթե 6 տարեկան է, իմաստ չունի։ Ունի իմաստ, բայց այն սկզբնական շրջանը, օրինակ, ինչ եմ ասում 4 տարեկան, շատ հաճախ ծնողներ բերում են 2.5 տարեկան երեխայի կամ 3 տարեկան երեխայի։ Մենք փորձում ենք չընդունել, որովհետև բացատրում ենք դեռ ինքը գալու է որպես խաղ իրան դրսևորի, ոչ թե ունակ չի երեխան այդ տարիքում լսել։ Այո, լինում են դեպքեր, որ զարմանալի շնորհքով երեխա լինում, որ կարողանում է 3 տարեկանում լուրջ մեծ մարդու պես լսել, թե դու ինչ ես իրան բացատրում ու կատարել այդ ամեն ինչը։ Բայց խորհուրդս հետևելն է, որ 4 տարեկանից սկսած 6, 7, 8, 10, 15 ոչ մի տարբերություն։ Բայց սկիզբը, որպեսզի լավ աճ գրանցի, դա 4 տարեկանից սկսած։ Դե որպեսզի պլաստիկա լինի, ճկունությունը մնա, որպեսզի մտնի ընդհանրապես իր ամբողջ էությամբ մտնի մարզաձևի մեջ ու հետագայում կարողանա արդյունք տալ։ Եվ վերջում կուզեի հասկանալ, թե ենթակառուցվածքների առումով ինչ եք անում, որովհետև սովորական բետոնի կամ խոտի կամ ասֆալտի վրա սպորտային պար չեն պարում, հատուկ հատակ է, հատուկ իր սահման չափորոշիչներով եւ դրա համար դահլիճներ ու հատակ է պետք։ Ու հայտնի է, որ դուք էլ ձեր առաջնությունները Հայաստանում անցկացնում եք այսպես համալիրներում, ռեստորանային, որտեղ կան դրա համար համապատասխան պայմաններ։ Ինչ եք անում սեփականը ունենալու համար։ Նկատի ունեք սեփական հատակ ունենալու։ Նաև մարզապալատ, որտեղ կարողանաք բարձր կարգի մրցումներ անցկացնել։ Հատակ գիտեմ, որ ունեք։ Այո, հատակ ունենք, շատ ճիշտ եք նշում, որը տարբեր համալիրներում մենք օգտագործում ենք, որտեղ օրենքն է այդպեսին, պետք է մանրահատակ լինի։ Իսկ ինչ ենք փորձում անել սեփականը ունենալու, տա Աստված թող ձեր ձայնը լսի, պարոն Գիլյան։ Մենք ունենանք մի քիչ մեր հովանավորները այդքան էլ չեն վստահում մեզ, այսպես ասած, գործարարները, հա։ Դիմում ենք տարբեր մարդկանց, դիմում ենք, փորձում ենք ինչ-որ մինիմալ օգնությամբ կամ մաքսիմալ օգնությամբ, բայց լուրջ չեն վերաբերվում մեր սպորտաձևին եւ այդքան էլ չեն փորձում աջակցեն, էլ չեմ ուզում խոսամ սեփական ինչ-որ դահլիճ ունենալու մասին։ Ես ցանկանում եմ, որ մի օր մարզաձևը այնքան զարգանա, որ ունենաք այդ դահլիճը եւ Հայաստանի առաջնությանն էլ մասնակցեն բյուր զույգեր։ Շատ շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, սա հաղորդման առաջին հատվածն էր, հիմա ժամանակն է պատասխանել հեռուստադիտողների հարցերին։ Շատ են հարցերը, Մարիամ։ Բավականին։ Պարոն Բաբայանն էլ պատրաստ է պատասխանել դրանց, խնդրեմ։ Հուսամ անկեղծ կլինեք, պարոն Բաբայան, որ պարաձևերն են առավել տարածված Հայաստանում, լատինաամերիկյան, եվրոպական, թե այլ ուղղություններ։ Լատինաամերիկյան բնականաբար։ Դա բնորոշ է մեր տաքարյուն ազգին։ Ձեր կարծիքով հայկական պարի տարրերը կարող են տեղ գտնել միջազգային սպորտային պարի բեմերում։
Այո, հնարավորություն կա ու փորձած բանա, փորձել ենք բազմաթիվ լատինամերիկյան պարերի մեջ օգտագործել հայկական շարժումներ։ Դա կստացվի լատին-հայկական պարեր։ Լատինահայկական պարեր, այո։ Կստեղծենք նոր ուղղություն։ Այո, ստացվում է։ Պարը ձեր կյանքում ինչ է, աշխատանք, կիրք, թե կենսակերպ։ Երևի 3-ն էլ։ Իդեպ ինչքան եք պարել դուք։ Քանի տարի։ Մոտավորապես պարել եմ 17 տարի, այնուհետև մինչ օրս աշխատում եմ այդ բնագավառում այդ գծով։ Սպորտային պարի մասին կա մի կարծրատիպ, որ կուզենայիք ամբողջովին հերքել։ Այո, լիքը տղամարդիկ պարում են սպորտային պարեր։ Տղամարդիկ։ Եթե հնարավորություն ունենայիք պարել աշխարհի ցանկացած պարուհու հետ, ում կընտրեիք եւ ինչ ոճով կպարեիք։ Երևի նույն ոճով սպորտային պարերի ու ցանկացած երկրի ներկայացուցիչ աղջկա հետ։ Չկա հա մեկը, որ իդ Բացարձակ։ Ամեն երկիր ունի իր յուրահատուկ աղջիկ պարերի, բնականաբար։ իսկ անց որպես այդպեսին հայտնի պարուհի Շատ են։ Կարող եմ ընդամենը մեկի անունը տալ, բայց տենց արդար չի լինի։ Բոլորի հետ կուզեիք։ Միանշանակ։ Լավ, շնորհակալ եմ անկեղծ պատասխանների համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն պարոն Բաբայան, շնորհակալություն Մարիամ։ Ցելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։